Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Հոնկոնգի Շա Տինի ձիարշավարանում լուսնային նոր տարվա մրցարշավի օրը նշելու համար։ Մրցարշավն ամենամյա ավանդույթ է, որն անցկացվում է լուսնային նոր տարվա 3-րդ օրը։ Այս տարվա ձիարշավն առավել դիտարժան է, քանի որ անցկացվում է հենց ձիու տարում։ Քանի որ 2026-ը ձիու տարի է, անպայման ցանկացանք գալ ձիարշավարան եւ զգալ այստեղի մթնոլորտը, տրամադրությունը։ Կարծում ենք, որ այստեղ լինելը մեծ հաջողություն կբերի։ Ձիարշավից բացի Հոնկոնգի ձիավարժական ակումբը կազմակերպել է ավանդական առյուծի պարը, կանտո-փոփ ժանրի երգիչներ Քելի Չենի եւ Ֆամայի ելույթները, նաեւ հարստության աստծու ելույթը։ Ձիարշավը Հոնկոնգի սպորտ աշխարհի մաս է դարձել 19-րդ դարի կեսերից։ Նախորդ մրցաշրջանում խաղադրույքները գերազանցել են $17 միլիարդ, ինչը Հոնկոնգի կառավարության համար խաղադրույքների տուրքի տեսքով ավելի քան $1.6 միլիարդ է ապահովել։ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ հայտնի մոդեռնիստ ճարտարապետ Գաուդին Կատալոնիայի հեռավոր անտառային տարածքում գտնվող շենքի հեղինակն է։ Այդպիսով վերջ է դրվել այն ենթադրություններին, թե ով է կանգնած 20-րդ դարի սկզբին կառուցված նախագծի հետևում։ Գաուդին, որը ծնվել է 1852 թվականին եւ մահացել 1926-ին, միշտ կապված է եղել Խալետ դել Կատլարասի, Բարսելոնայից 125 կիլոմետր հյուսիս գտնվող ցեմենտի գործարանի աշխատողների համար կառուցված եռահարկ լեռնային ապաստարանի հետ, քանի որ գործարանը պատկանել է հարուստ արդյունաբերող Էուսեբի Գուելին, որի համար Գաուդին մի քանի նախագծեր է հեղինակել։ Սակայն Գաուդիի այս շենքի հեղինակ լինելն ապացուցելու համար մանրակրկիտ տեխնիկական եւ պատմական վերլուծություն չի եղել, մինչեւ որ իշխանությունները 2023 թվականին Գաուդիի ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականին փորձագիտական զեկույց պատվիրեցին։ Ամենակարևորն այն է, որ այն ցույց է տալիս Գաուդիի ունեցած նոր ճարտարապետական մոտեցումը։ Այս շենքը Գաուդին է նախագծել 1901-ից 8 թվականներին իր կարիերայի կեսին։ Տունը պարունակում է կառուցվածքային տարրեր, որոնք այդ ժամանակ օգտագործել է միայն Գաուդին։ Դրանք ներառում են կամարների եւ 45 աստիճանի անկյան տակ տեղադրված պատերով բաժանված սենյակների որոշակի տեսակներ։ Սանտանան հավելել է, որ այս տեխնիկաները նրա աշակերտները չեն կիրառել 10 կամ 15 տարի անց։ Գիտնականի խոսքով Գաուդիի այլ շենքերի հատակագծերը վերլուծելուց 3D տեխնիկայի միջոցով եւ հին փաստաթղթերի ու լուսանկարների ուսումնասիրությունից հետո գտել է երկրաչափական, կառուցվածքային եւ կոմպոզիցիոն ապացույցներ, որոնք հաստատում են Գաուդիի հեղինակ լինելը։ Բրազիլացիներն ու այցելուները վայելել են կառնավալային փողոցային խնջույքի եւս մեկ օր, այս անգամ զբոսաշրջային Իպանեմա թաղամասում պատմական Բանդա դե Իպանեմա շքերթով։ Փայլուն եւ գունագեղ հագուստներով խնջույքի մասնակիցները փողոցներում հետևել են պատմական խմբին, երգելով եւ պարելով սամբայի ռիթմով։ Կառնավալն ընկերներ ձեռք բերելու ժամանակ է, քանի որ մարդիկ լավ են շփվում միմյանց հետ, զվարճանում, կատակում, ընկերներ են ձեռք բերում, այնպես որ ինձ համար այս ամենը հրաշալի է։ 1965 թվականին հիմնադրված խումբը Ռիոյի փողոցային կառնավալի դասականներից մեկն է եւ քաղաքի ոչ նյութական մշակութային ժառանգություն է դարձել 2004 թվականին։ Նյույորքցիները նշում են լուսնային նոր տարին Չայնաթաունի ամենամյա հրավառության արարողության ժամանակ։ Հանդիսատեսները նշել են հրեձիու տարին տոնական առյուծի պարով եւ հրավառության ճռճռոցով ու պայթյուններով։ Ողջունում ենք Չայնաթաունի բնակիչներին լուսնային նոր տարվա կապակցությամբ։ Մենք բոլորս այստեղ ենք իմ ընկերների եւ ընտանիքի անդամների հետ։ Շնորհավոր նոր տարի, բարի գալուստ ձիու տարի։ Չինական ավանդույթի համաձայն հրավառությունները վախեցնում են գալիք տարվա չար ոգիներին եւ հաջողություն են բերում։ Նույնիսկ Նյույորքի հանրային դպրոցներն են փակել տոնը նշելու համար։ Լոնդոնի Guildhall Yard-ում անցկացվել է ամենամյա նրբաբլիթների մրցավազքը։ Բարեկամության երեքշաբթին, որը հայտնի է որպես նրբաբլիթների օր, նախորդում է մոխրոց չորեքշաբթիին եւ մեծ պահքի առաջին օրն է Զատկի քրիստոնեական տոնից 40 օր առաջ։
Կարծում եմ շատ մեծ աշխատանք է տարվել, սակայն փոխարենը հրաշալի ժամանակ ենք անցկացրել։ Բացի այդ, միջոցներ են հանգանակվում բարեգործության նպատակով։ Սա նաև ժամանակակից եւ կենսունակ տնտեսական քաղաքի ու խոր եւ հարուստ ժառանգության հրաշալի համադրության վառ օրինակ է։ Այս ամենը մեզ հիշեցնում է, որ մեր թիկունքում երկար պատմություն կա։ Մրցավազքում հաղթածներին շնորհվում են տապակներ եւ գավաթ։ Հանդիսատեսները կարող են նաեւ նրբաբլիթներ գնել, որոնց հասույթը կուղղվի տեղական բարեգործական կազմակերպություններին։ Հազարավոր ուրախ մարդիկ հավաքվել են Մյունխենի Վիկտուալիեն մարկ հրապարակում մասնակցելու այսպես կոչված շուկայի կանանց միրգ ու բանջարեղեն վաճառողների ավանդական պարային ներկայացմանը։ Երաժշտությամբ եւ փողոցային երեկույթով, որը ինչպես սպասվում է կշարունակվի մինչեւ ուշ գիշեր, Մյունխենի բնակիչներն ու այցելուներն ավանդաբար նշում են կարնավալի վերջին օրը։ Տասնամյակներ շարունակ այս պարային ծեսը Մյունխենի կարնավալի ծրագրի անբաժանելի մասն է կազմել։ Շուկայի կանայք սկսել են պարել տաղավարների միջև կարնավալի սեզոնից ավելի քան 100 տարի առաջ։ 1950-ական եւ 60-ական թվականներին երաժշտությամբ ուղեկցվող խրախճանքը դեռևս շուկայի ներսում կատարվող մի բան էր։ Ավելի ուշ այն տեղափոխվեց բեմ եւ ներկայացումները դարձան ավելի պրոֆեսիոնալ։ Կարնավալը նշվում է հարավային Գերմանիայի շատ մասերում, որտեղ այն կոչվում է Ֆաշինգ։ Գերմանիայի ամենամեծ կարնավալային տոնակատարությունները տեղի են ունենում Հռենոսի շրջանում, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Քյոլնը, Դյուսելդորֆը եւ Մայնցը։ Չինական նոր տարվա տոնակատարությունները Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել են ավանդական առյուծների պարերով եւ քաղաքի սրտում չինական թեմատիկ շուկայի բացմամբ։ Մեզ շատ դուր եկավ, շուրջ բոլորը լի է գույներով եւ լույսերով։ Սա իմ դասընկերուհին է, որն ապրում է Վլադիվոստոկում, Չինաստանի մոտ։ Մենք հարգում ենք ավանդույթները, հաճախ ենք գնում Չինաստան։ Ուստի որոշեցինք այս տոնակատարությունը տեսնել Մոսկվայում։ Մոսկվայի կենտրոնում գտնվող Դյունածածկ շուկան լուսավորված է կարմիր եւ ոսկեգույն ավանդական չինական լապտերներով, պանդաների եւ ձիերի արձանիկներով։ Ինձ շատ է դուր գալիս։ Հիմա ես հեռու եմ Չինաստանից, բայց այստեղ ինձ ավելի մտերիմ եմ զգում։ Մաղթում եմ, որ ռուս-չինական հարաբերությունները հրաշալի լինեն։ Չնայած Մոսկվայում չինական բնակչությունը համեմատաբար փոքր է, Ռուսաստանում Չինաստանի եւ չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը աճում է։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։